Երբ հատուկ ծառայությունների արխիվներում հայտնաբերվեց մի թղթապանակ, կարմիր կնիքով եւ միայն ղեկավարության համար մակագրությամբ, պարզվեց, որ 3 էջ բացակայում են, այդ էջերը պարունակում էին 1998 8-րդ թվականի փետրվարի 30 առաջին օրերի ամենաթանկարժեք վկայությունները, ձայնագրություններ, որոնք արվել էին նախագահական նստավայրի ներսում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ չգիտեր, որ իր իշխանության վերջին ժամերն են։ Ովքեր են վերցրել այդ էջերը։ Ինչու են դրանք անհետացել հենց փետրվարի 3-ի առավոտյան, երբ նախագահը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Եվ ամենակարևորը, ինչ էր պարունակվում այդ ձայնագրություններում, որ նույնիսկ անվտանգության ծառայության բարձրաստիճան սպաներն իրավունք չունեին լսելու դրանք։ Այս երեկո մենք կբացահայտենք այն փաստաթղթերը, որոնք 35 տարի թաքցվել են հայ ժողովրդից, եւ կպատմենք այն մասին, թե ինչպես մի զինվորական հրամանատարը փոխեց Հայաստանի պատմությունը, օգտագործելով ոչ թե բանակ, այլ ավելի սարսափելի զենք։ Վախը։ 1998 8-րդ թվականի հունվարի վերջին օրերին Երևանի քաղաքական էլիտան բաժանված էր 2 անհաշտ ճամբարների։ Մի կողմում կանգնած էր Լևոն Տեր-Պետրոսյանը, առաջին նախագահը, ով հավատում էր, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով, նույնիսկ եթե դա նշանակում էր զիջումներ։ Մյուս կողմում կանգնած էին 2 մարդիկ, որոնց անունները արդեն դարձել էին լեգենդ։ Վազգեն Սարգսյանը, պաշտպանության նախարարը, եւ Ռոբերտ Քոչարյանը, Արցախի նախագահը։ Նրանք ներկայացնում էին այն, ինչ մամուլը կոչում էր պատերազմի կուսակցություն։ Մարդիկ, ովքեր կարծում էին, որ հայերը պետք է պահպանեն յուրաքանչյուր թիզ հող, որը նվաճել են արյունով։ Բայց քիչերն էին գիտակցում, որ այս բախումը վերաբերում էր ոչ միայն Ղարաբաղին։ Դա էր պայքար իշխանության համար, եւ այդ պայքարում Վազգենը պատրաստ էր գնալ այնքան հեռու, որքան անհրաժեշտ կլիներ։ Վազգեն Սարգսյանը չէր ծնվել քաղաքական գործիչ։ Նա էր զինվորական, ով իր կյանքի լավագույն տարիները անցկացրել էր ռազմաճակատում, երբ Լևոնը նստում էր Երևանի հարմարավետ գրասենյակներում եւ բանակցում միջազգային դիվանագետների հետ, Վազգենի համար Ղարաբաղը չէր լեզվի խնդիր։ Դա էր հայ ժողովրդի գոյության հարց։ Նա տեսել էր, թե ինչպես են իր ընկերները մահանում այդ լեռներում, եւ հիմա մի մարդ, ով երբեք չէր պահել ավտոմատ ձեռքին, ուստին ուզում էր վերադարձնել այդ հողերը Ադրբեջանին։ Բայց Վազգենը չէր պատրաստվում բարձրաձայնել իր դժգոհությունը հանրային ելույթներով։ Նա գործում էր այլ կերպ՝ լուռ, մեթոդիկ, անողոք։ Հունվարի 2-րդ կեսին նա սկսեց հավաքել իր շուրջը մարդկանց, գեներալներ, ովքեր նույնպես չէին ուզում տեսնել, որ նրանց զոհերը դառնան անիմաստ։ Նրանք չէին կազմակերպում ոչ մի հեղաշրջում, ոչ մի ռազմական հարձակում։ Նրանք պարզապես սպասում էին ճիշտ պահին, երբ Լևոնը կլինի ամենաթույլը։ Այդ պահը եկավ։ Փետրվարի առաջին օրերին Լևոնի վարչակազմը սկսեց կորցնել հենարանները մեկը մյուսի հետևից։ Նախ հրաժարական տվեց արտաքին գործերի նախարարը, հետո վարչապետը։ Մամուլը գրում էր, որ նախագահը մեկուսացած է, որ նա կորցրել է իր թիմի վստահությունը։ Բայց ճշմարտությունը ավելի խորն էր։ Վազգենը չէր սպասում, որ Լևոնը ինքնաբերաբար հեռանա։ Նա գիտեր, որ նախագահը ամուր է բռնված իշխանության աթոռին եւ որ նրան հանելու համար անհրաժեշտ է ավելին, քան քաղաքական ճնշում։ Անհրաժեշտ էր ֆիզիկական վախ։ Եվ Վազգենը ճիշտ գիտեր, թե ինչպես ստեղծել այդ վախը։ Փետրվարի 2-րդ օրը, երբ արևը դեռ չէր ծագել Երևանի վրա, Վազգենը մտավ պաշտպանության նախարարության շենք եւ հրամայեց իր ամենավստահելի սպաներին պատրաստվել հատուկ առաջադրանքի։ Նա չբացատրեց, թե ինչ է պատրաստվում անել, բայց նրանք տեսան նրա աչքերում այն վճռականությունը, որը երբեք չէին տեսել նույնիսկ ռազմաճակատում։ Նույն օրը ցերեկը Վազգենը զանգահարեց Լևոնին եւ խնդրեց անձնական հանդիպում, առանց խորհրդականների, առանց պահապանների, առանց վկաների։ Լևոնը համաձայնվեց, չգիտակցելով, որ այդ հանդիպումը կդառնա նրա նախագահության վերջին գործողությունը։ Երբ Վազգենը մտավ նախագահական նստավայրի գրասենյակ, նա իր հետ բերեց մի բան, որը Լևոնը երբեք չէր սպասում տեսնել այդ սենյակում։ Ծանր, սև մակարով ատրճանակ, որը նա դրեց ուղակի սեղանի վրա, հենց հրաժարականի հայտի վրա։ Ինչ խոսեցին այդ երկու մարդիկ այդ սենյակում։ Ինչ սպառնալիքներ արվեցին, ինչ խոստումներ տրվեցին, եւ ամենակարևորը, արդյոք Վազգենը իսկապես պատրաստ էր օգտագործել այդ զենքը, թե դա էր միայն հոգեբանական ճնշման գործիք։ Այս հարցերի պատասխանները թաքնված են այն 3 էջերում, որոնք անհետացել են արխիվներից։ Բայց մենք գիտենք մի բան. երբ Վազգենը հեռացավ այդ սենյակից, Լևոն Տեր-Պետրոսյանը նստած էր իր աթոռին, գունատ, քրտնած, եւ նրա ձեռքը դողում էր, երբ նա ստորագրում էր իր հրաժարականը։ 35 տարի անց առաջին անգամ մի մարդ, ով այդ օրը պատասխանատու էր Լևոնի անվտանգության համար, համաձայնվեց խոսել տեսախցիկի առջև։ Այն, ինչ նա մեզ պատմեց, կփոխի ամեն ինչ, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք ռեժիմի վերջին շաբաթների մասին։ Նա պատմեց մանրամասնորեն,
Լևոնի եւ Վազգենի միջև եղած անձնական զրույցներից մինչև հուսահատ փախուստի պլանները, մինչև այն պահը, երբ նրանք հասկացան, որ ամեն ինչ վերջացել է։ Սա բացառիկ վկայություն է, որը ձեզ կպահի շնչախեղդ վիճակում։ Այդ մարդը, Արամ Գրիգորյանը, ծառայել էր նախագահական անվտանգության ծառայությունում 10 տարի։ Նա տեսել էր Լևոնին նրա լավագույն օրերին, երբ նա էր հերոսը, ով հայտարարեց Հայաստանի անկախությունը, եւ նրա ամենավատ օրերին, երբ նա դարձավ մեկուսացված, վախեցած մարդ, ով չէր վստահում նույնիսկ իր ամենամոտ խորհրդականներին։ Արամը հիշում է, թե ինչպես փետրվարի առաջին օրերին Լևոնը սկսեց փոխել իր ամենօրյա ռեժիմը։ Նա այլևս չէր գնում իր սովորական երթուղիներով, չէր հանդիպում մարդկանց առանց նախապես ստուգելու նրանց անցյալը, եւ ամենակարևորը, նա սկսեց պահանջել, որ իր անձնական պահապանները լինեն զինված։ Նույնիսկ ներսում, նախագահական նստավայրի սենյակներում։ Երբ Արամը հարցրեց, թե ինչու է այդ անհրաժեշտ, Լևոնը պատասխանեց միայն մեկ նախադասությամբ. Վազգենը այլևս չի հավատում խոսքերին։ Բայց ինչու Լևոնը այդքան վախենում էր Վազգենից։ Վերջապես նրանք երկուսն էլ եղել էին անկախության շարժման մասնակիցներ, երկուսն էլ պայքարել էին Հայաստանի ազատության համար։ Պատասխանը կայանում է նրանում, թե ինչպես էին այդ երկու մարդիկ տեսնում իրենց երկրի ապագան։ Լևոնը հավատում էր, որ Հայաստանը պետք է դառնա ժամանակակից եվրոպական պետություն, որտեղ խնդիրները լուծվում են բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե ռազմաճակատում։ Նա պատրաստ էր զիջել Ղարաբաղի որոշ տարածքներ, եթե դա նշանակում էր խաղաղություն եւ տնտեսական զարգացում։ Վազգենը տեսնում էր այս մոտեցումը որպես դավաճանություն։ Նրա համար յուրաքանչյուր զինվոր, ով զոհվել էր Ղարաբաղում, պահանջում էր, որ այդ մողերը երբեք չվերադարձվեն։ Եվ եթե Լևոնը չէր հասկանում դա խոսքերով, ապա Վազգենը պատրաստ էր ցույց տալ այլ լեզվով, ուժի լեզվով։ Փետրվարի 2-րդ օրը, երբ Վազգենը մտավ Լևոնի գրասենյակ, նա չէր եկել բանակցելու։ Նա եկել էր հայտարարելու վճռական որոշում։ Արամ Գրիգորյանը, ով կանգնած էր դռան մոտ, հիշում է, թե ինչպես Վազգենը հանեց իր ծանր սև ատրճանակը եւ դրեց սեղանի վրա, ուղակի հրաժարականի հայտի վրա, որը նա բերել էր իր հետ։ Լևոնը նայեց զենքին, հետո Վազգենին, եւ Արամը տեսավ, թե ինչպես նախագահի դեմքը գունատվեց։ Վազգենը չբարձրացվեց ձայնը, չսպառնաց բացահայտորեն։ Նա պարզապես ասաց. «Ստորագրիր, Լևոն, ստորագրիր, եւ ամեն ինչ կավարտվի խաղաղ ճանապարհով, թե չես ուզում ստորագրել»։ Նա չավարտեց նախադասությունը։ Դա անհրաժեշտ չէր։ Զենքը սեղանի վրա ավարտեց այդ նախադասությունը նրա փոխարեն։ Լևոնը փորձեց պաշտպանվել։ Նա ասաց, որ նա ընտրված է ժողովրդի կողմից, որ նա ունի իրավական լեգիտիմություն, որ Վազգենը չի կարող պարզապես մտնել եւ պահանջել նրա հրաժարականը։ Բայց Վազգենը միայն ժպտաց։ Այն սառը, անհաշտ ժպիտը, որը Արամը երբեք չէր տեսել նրա դեմքին։ Լևոն, ասաց Վազգենը, դու ընտրված ես ժողովրդի կողմից, բայց ժողովուրդը այլևս քեզ հետ չէ, բանակը քեզ հետ չէ, եւ ես քեզ հետ չեմ։ Դու ունես երկու ընտրություն. կամ հեռանալ որպես նախագահ, ով հրաժարական է տվել առողջական պատճառներով, կամ հեռանալ այնպես, որ պատմությունը քեզ կհիշի որպես դավաճան, ով փորձեց վաճառել Ղարաբաղը։ Ընտրությունը քոնն է։ Լևոնը նայեց զենքին, հետո Վազգենի աչքերին եւ հասկացավ, որ այս մարդը չի շեղվելու։ Նա վերցրեց գրիչը եւ ստորագրեց, բայց պատմությունը չավարտվեց այդտեղ։ Երբ Վազգենը հեռացավ գրասենյակից, Լևոնը նստեց իր աթոռին եւ լաց եղավ։ Արամը երբեք չէր տեսել նրան լացող նախագահը, ով միշտ եղել էր ինքնատիրապետ, ով միշտ խոսել էր հանգիստ, վերահսկված ձայնով, հիմա նստած էր եւ լաց էր լինում ինչպես երեխա։ Նա ասաց Արամին. «Նրանք չեն հասկանում, թե ինչ են անում։ Նրանք կործանում են այն ամենը, ինչի համար մենք պայքարել ենք»։ Վազգենը կարծում է, որ նա փրկում է Հայաստանը, բայց նա դատապարտում է այն տասնամյակների պատերազմի։ Լևոնը ճիշտ էր։ Վազգենի հաղթանակը 1998 8-րդ թվականին բերեց նոր դարաշրջան Հայաստանում։ Դարաշրջան, երբ իշխանությունը պատկանում էր ոչ թե դիվանագետներին, այլ զինվորականներին։ Եվ այդ դարաշրջանը կավարտվեր ավելի արյունոտ, քան ցանկացած մարդ կարող էր պատկերացնել։ Ինչ եղավ այդ զենքի հետ, որը Վազգենը դրեց Լևոնի սեղանի վրա։ Ով պահպանեց այն, եւ արդյոք այն դեռ գոյություն ունի որևէ տեղ, որպես այդ սարսափելի օրվա վկայություն։ Եվ ամենակարևորը, արդյոք Վազգենը իսկապես պատրաստ էր օգտագործել այն, եթե Լևոնը հրաժարվեր ստորագրել։ Այս հարցերը մնում են առանց պատասխանի, բայց մենք գիտենք մի բան. այդ օրվանից հետո Հայաստանի քաղաքականությունը երբեք այլևս նույնը չէր լինի։ Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին փետրվարի 3-րդ օրը, ողջ աշխարհը կարծեր, որ դա էր նրա սեփական որոշումը։ Միջազգային մամուլը գրեց, որ նա հեռացավ քաղաքական ճնշման տակ, որ նա կորցրել էր իր թիմի աջակցությունը։ Բայց ճշմարտությունը, որը գիտեին միայն մի քանի մարդիկ, էր շատ ավելի մութ։ Լևոնը հեռացավ, որովհետև նրան ստիպեցին հեռանալ։
Եվ այդ ստիպողությունը չէր եկել քաղաքական բանակցությունների սեղանից, այն եկել էր զենքի տեսքով, որը դրված էր նրա սեղանի վրա։ Սա էր իշխանության փոխանցում, որը տեղի ունեցավ ոչ թե ժողովրդավարական ընթացակարգերով, այլ վախի միջոցով։ Եվ այդ վախը ստեղծեց մի մարդ, ով հետագայում կդառնար Հայաստանի ամենահզոր քաղաքական գործիչը՝ Վազգեն Սարգսյանը։ Բայց ով էր իրականում Վազգենը։ Ինչպես մի զինվորական հրամանատար, ով սկսել էր իր կարիերան որպես պարզ սպա, վերածվեց այնպիսի ուժի, որ կարող էր տապալել նախագահին։ Պատասխանը կայանում է նրա անցյալում, տարիներում, որոնք նա անցկացրել էր Ղարաբաղյան պատերազմում։ Վազգենը չէր սովորական զինվորական։ Նա էր ռազմավարական մտածող, ով հասկանում էր, որ պատերազմը շահվում է ոչ միայն ռազմաճակատում, այլև քաղաքական դահլիճներում։ Երբ նա դարձավ պաշտպանության նախարար 1995 թվականին, նա սկսեց կառուցել իր սեփական իշխանության ցանցը։ Ցանց, որը ներառում էր գեներալներ, հատուկ ծառայությունների սպաներ եւ նույնիսկ քաղաքական գործիչներ, ովքեր համաձայն էին նրա տեսլականի հետ։ Երբ Լևոնը սկսեց խոսել Ղարաբաղի զիջումների մասին, Վազգենը հասկացավ, որ եկել է ժամանակը գործել փետրվարի 2-րդ օրվա հանդիպումից հետո։ Վազգենը չդադարեց։ Նա գիտեր, որ Լևոնի հրաժարականը միայն առաջին քայլն էր։ Հաջորդ քայլը պետք է լիներ նոր նախագահի ընտրությունը։ Մարդ, ով կլիներ հավատարիմ Վազգենի տեսլականին, եւ այդ մարդը արդեն սպասում էր իր հերթին։ Ռոբերտ Քոչարյանը, Արցախի նախագահը, ով կիսում էր Վազգենի համոզմունքները եւ ով պատրաստ էր շարունակել պատերազմի կուսակցության քաղաքականությունը։ Երբ Ռոբերտը դարձավ Հայաստանի նախագահ մարտի 30-ին, Վազգենը գիտեր, որ նա հաղթել է։ Նա ստեղծել էր նոր քաղաքական կարգ, որտեղ իշխանությունը պատկանում էր ոչ թե ինտելեկտուալներին, այլ նրանց, ովքեր պատրաստ էին պաշտպանել Հայաստանը ցանկացած գնով։ Բայց Վազգենի հաղթանակը ուներ իր գինը։ Երբ նա ստիպեց Լևոնին հեռանալ, նա ստեղծեց նախադեպ, որը ցույց տվեց, որ Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել ոչ թե ժողովրդավարական ընթացակարգերով, այլ ուժի միջոցով։ Այդ նախադեպը կվերադառնար հետագայում ավելի սարսափելի ձևով։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ զինված մարդիկ մտան ազգային ժողովի դահլիճ եւ սպանեցին 8 մարդու, այդ թվում Վազգեն Սարգսյանին, շատերը տեսան դա որպես արդարություն։ Մարդը, ով օգտագործել էր զենքը քաղաքականության մեջ, ինքը դարձավ զենքի զոհ։ Բայց դա էր ապագան։ 1998 8-րդ թվականի փետրվարին Վազգենը էր հաղթողը, եւ նա վայելում էր իր հաղթանակը։ Արամ Գրիգորյանը, ով տեսավ այդ ամենը ներսից, այսօր ապրում է հեռավոր գյուղում, հեռու Երևանի քաղաքական խաղերից։ Երբ մենք հարցրինք նրան, թե արդյոք նա զղջում է, որ չարգելեց Վազգենին մտնել այդ սենյակ, նա պատասխանեց. «Ես էի պարզ պահապան։ Ինչպես կարող էի արգելել պաշտպանության նախարարին, բայց այո, ես զղջում եմ։ Ես զղջում եմ, որովհետև այդ օրը մենք կորցրինք ավելին, քան պարզապես նախագահ։ Մենք կորցրինք մեր հավատը, որ Հայաստանը կարող է լինել ժողովրդավարական երկիր։ Վազգենը ցույց տվեց, որ այստեղ իշխանությունը պատկանում է նրան, ով ունի ամենամեծ զենքը»։ Արդյոք Արամը ճիշտ է։ Արդյոք 1998 8-րդ թվականի փետրվարը իսկապես վերջ դրեց Հայաստանի ժողովրդավարական հույսերին։ Թե դա էր անհրաժեշտ քայլ, որպեսզի երկիրը գոյատևեր դժվար ժամանակներում։ Մինչև վերջին պահը ես հավատացի, որ մենք կփրկվենք, ասում է Վազգենի անձնական վաձնական վարորդը Գևորգ Հավաքյանը, ձեռքերը դեռ դողալով 35 տարի անց։ Ինչ գիտեր այս մարդը, ինչ մենք չգիտենք։ Այս երեկո 3 նախկին անդամներ անվտանգության ծառայությունից առաջին անգամ խոսում են տեսախցիկի առջև այն գաղտնիքների մասին, որոնք նրանք պահել են տասնամյակներ շարունակ։ Նրանց բացահայտումները կփոխեն ամեն ինչ։ Ինչ դուք կարծում էիք, որ գիտեք ռեժիմի վերջին օրերի մասին։ Գևորգը հիշում է, թե ինչպես փետրվարի 3-րդ օրը, երբ Լևոնի հրաժարականը արդեն հայտարարված էր, Վազգենը նստեց մեքենայի հետևի նստատեղին եւ առաջին անգամ իր կարիերայում թույլ տվեց ինքն իրեն ժպտալ։ Ոչ թե այն սառը, հաշվարկված ժպիտը, որը նա ցուցադրում էր հանրությանը, այլ իսկական թեթև ժպիտ։ Մարդու, ով գիտի, որ հաղթել է։ Բայց այդ ժպիտը տևեց միայն մի քանի վայրկյան։ Հետո Վազգենը դարձավ լուրջ եւ ասաց Գևորգին. «Հիմա սկսվում է իսկական աշխատանքը»։ Լևոնին հեռացնելը եղավ հեշտ մասը։ Հիմա մենք պետք է համոզենք ողջ երկիրը, որ մենք արեցինք ճիշտ բանը։ Այդ խոսքերը ցույց են տալիս, որ Վազգենը չէր պարզապես իշխանության սիրահար։ Նա հավատում էր, որ փրկում է Հայաստանը։ Բայց արդյոք նա իսկապես փրկեց երկիրը, թե նա դատապարտեց այն տասնամյակների անկայունության։ Փետրվարի 4-րդ օրը Վազգենը հավաքեց իր ամենամոտ խորհրդականներին գաղտնի հանդիպման ոչ թե պաշտպանության նախարարության շենքում, այլ մի անանուն առանձնատանը, Երևանի Արվարձաններում։ Այդ հանդիպմանը ներկա էր Սերգեյ Սարգսյանը, ով այն ժամանակ ղեկավարում էր անվտանգության ծառայությունը,
Ռոբերտ Քոչարյանը, ով պատրաստվում էր դառնալ վարչապետ, եւ 6 գեներալներ, որոնց անունները երբեք չեն հրապարակվել։ Այդ հանդիպման մասին մենք գիտենք միայն մեկ մարդու շնորհիվ՝ Արթուր Պետրոսյանի, ով այն ժամանակ ծառայում էր որպես Վազգենի անձնական օգնական եւ ով պահպանել է իր անձնական օրագրում այդ երեկոյի մանրամասն նկարագրությունը։ Արթուրը գրում է, որ Վազգենը սկսեց հանդիպումը մի հարցով, որը ցնցեց բոլորին։ Մենք հեռացրինք Լևոնին, բայց մենք չենք հեռացրել նրա մարդկանց։ Նրանք դեռ նստած են իրենց պաշտոններում, դեռ վերահսկում են լրատվամիջոցները, դեռ ունեն կապեր արտերկրում։ Ինչ կանենք նրանց հետ։ Այդ հարցը ստեղծեց լռություն սենյակում։ Բոլորը հասկացան, որ Վազգենը խոսում էր ոչ թե քաղաքական մրցակցության մասին, այլ ֆիզիկական վտանգի մասին։ Ռոբերտ Քոչարյանը, ով միշտ եղել է ավելի դիվանագետական, քան Վազգենը, առաջարկեց փափուկ մոտեցում, առաջարկել Լևոնի մարդկանց պաշտոններ նոր վարչակազմում, պայմանով, որ նրանք կհավատարմանան նոր ղեկավարությանը։ Բայց Վազգենը մերժեց այդ գաղափարը անմիջապես։ Նա ասաց. «Ռոբերտ, դու չես հասկանում։ Այս մարդիկ երբեք չեն ների մեզ այն, ինչ մենք արեցինք։ Դրանք կսպասեն իրենց պահին, եւ երբ մենք թուլանանք, նրանք կհարձակվեն։ Մենք պետք է հեռացնենք նրանց հիմա, մինչ մենք ուժեղ ենք»։ Արթուրը գրում է, որ այդ պահին նա տեսավ Վազգենի աչքերում մի բան, որը նրան սարսափեցրեց։ Ոչ թե զայրույթ, ոչ թե ատելություն, այլ սառը հաշվարկված վճռականություն։ Մարդու, ով պատրաստ է անել ցանկացած բան իր նպատակին հասնելու համար։ Սերգեյ Սարգսյանը, ով նստած էր լուռ մինչ այդ պահը, վերջապես խոսեց. «Վազգեն, եթե մենք սկսենք զտումներ, մենք կստեղծենք ավելի շատ թշնամիներ, քան կարող ենք վերահսկել։ Մենք պետք է լինենք խելացի»։ Բայց Վազգենը արդեն կայացրել էր իր որոշումը։ Հաջորդ 2 շաբաթվա ընթացքում Հայաստանի քաղաքական լանդշաֆտը փոխվեց ճանաչելի չափով։ Տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր եղել էին Լևոնի հավատարիմ մարդիկ, հանկարծ հայտարարեցին իրենց հրաժարականների մասին։ Մամուլը գրեց, որ դա էր բնական գործընթաց, հին վարչակազմի փոխարինում նորով։ Բայց ճշմարտությունը, որը գիտեին միայն ներսիդերները, էր շատ ավելի մութ։ Այդ մարդիկ չհեռացան կամովին։ Նրանց ստիպեցին հեռանալ միևնույն մեթոդով, որով Վազգենը ստիպեց Լևոնին։ Արթուր Պետրոսյանը պատմում է մի դեպք, որը տեղի ունեցավ փետրվարի 15-ին։ Լևոնի նախկին արտաքին գործերի խորհրդականը Վարդան Օսկանյանը ստացավ հրավեր հանդիպման անվտանգության ծառայության շենքում։ Երբ նա եկավ, նրան տարան մի փոքր սենյակ, առանց պատուհանների, առանց հեռախոսի։ Այնտեղ նրան սպասում էր Սերգեյ Սարգսյանը եւ 2 անանուն սպաներ։ Սերգեյը ցույց տվեց Վարդանին մի թղթապանակ, որը պարունակում էր նրա բանկային հաշիվների մանրամասները արտերկրում, նրա ընտանիքի անդամների լուսանկարները եւ նույնիսկ նրա անձնական նամակագրությունը։ Հետո Սերգեյը ասաց. «Վարդան, դու ունես ընտրություն, կամ դու հեռանում ես հանգիստ, կամ մենք հրապարակում ենք այս ամենը, եւ դու ավարտում ես քո կարիերան ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում»։ Վարդանը ստորագրեց իր հրաժարականը նույն օրը։ Բայց Վազգենի մեթոդները չսահմանափակվեցին միայն քաղաքական ճնշմամբ։ Նա հասկանում էր, որ իշխանությունը պահպանելու համար նա պետք է վերահսկեր ոչ միայն կառավարությունը, այլև տնտեսությունը։ Փետրվարի վերջին Վազգենը սկսեց հանդիպումներ Հայաստանի ամենահարուստ բիզնեսմենների հետ, մարդիկ, ովքեր կառուցել էին իրենց ունեցվածքը Լևոնի օրոք, եւ ովքեր վախենում էին, որ նոր ռեժիմը կվերցնի այն։ Վազգենը առաջարկեց նրանց պարզ գործարք. «Դուք աջակցեք մեզ, եւ մենք կպաշտպանենք ձեր բիզնեսները։ Դուք դեմ եք մեզ, եւ մենք կգտնենք ձեր յուրաքանչյուր ապօրինի գործարքը եւ կհրապարակենք այն»։ Շատերը համաձայնվեցին անմիջապես, բայց մի քանիսը փորձեցին դիմադրել։ Նրանցից մեկը, Արմեն Սարգսյանը, ով վերահսկում էր Հայաստանի ամենամեծ ներմուծման ընկերությունը, հրաժարվեց վճարել այն, ինչ Վազգենը պահանջում էր։ Մարտի 2-ին Արմենի պահեստները հանկարծ ստուգվեցին հարկային ծառայության կողմից։ Նրանք գտան անկանոնություններ, եւ Արմենի բիզնեսը փակվեց 1 շաբաթվա ընթացքում։ Արմենը կորցրեց ամեն ինչ։ Այդ պատմությունը տարածվեց արագ, եւ մյուս բիզնեսմենները հասկացան հաղորդագրությունը։ Վազգենի հետ չես համագործակցում, դու կորցնում ես ամեն ինչ։ Արդյոք Վազգենը էր բռնապետ, ով օգտագործում էր վախը իր իշխանությունը պահպանելու համար, թե նա էր պրագմատիկ ղեկավար, ով անում էր այն, ինչ անհրաժեշտ էր երկիրը կայունացնելու համար։ Այս հարցը բաժանում է հայերին նույնիսկ այսօր։ Բայց մի բան անվիճելի է. Վազգենի մեթոդները աշխատեցին։ Մարտի վերջին, երբ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնապես ընտրվեց որպես Հայաստանի նախագահ, երկիրը կայուն էր։ Չկային զանգվածային բողոքներ, չկային փողոցային ցույցեր, չկային փորձեր վերադարձնել Լևոնին։ Վազգենը ստեղծել էր նոր իրականություն, եւ մարդիկ ընդունեցին այն, որովհետեւ նրանք վախենում էին այլընտրանքից։ Պատկերացրեք, որ դուք բժիշկ եք, եւ ձեզ հանկարծ կանչում են գիշերվա մեջ դեպի մի գաղտնի հասցե։
Երբ դուք հասնում եք, ձեզ տանում են ստորգետնյա բունկեր, որտեղ պառկած է մի մարդ, գունատ, քրտնած, դողացող։ Այդ մարդը չի ուզում, որ դուք գրանցեք նրա ախտորոշումը։ Նա չի ուզում, որ որևէ մեկը իմանա, որ նա հիվանդ է։ Եվ եթե դուք պատմեք որևէ մեկին այն, ինչ տեսել եք, ձեր կյանքը վտանգի մեջ կլինի։ Սա չէ հորինված պատմություն։ Սա տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի հետ 1998 8-րդ թվականի ապրիլին։ Եվ այն բժիշկը, ով այդ գիշեր կանչվեց, այսօր առաջին անգամ պատմում է ճշմարտությունը։ Դոկտոր Արման Գրիգորյանը, ով այն ժամանակ աշխատում էր որպես կարդիոլոգ Երևանի կենտրոնական հիվանդանոցում, հիշում է, թե ինչպես ապրիլի 12-ին ժամը 3-ին գիշերվա նրան արթնացրեց հեռախոսի զանգը։ Ձայնը մյուս ծայրում ասաց միայն. «Դոկտոր, ձեզ անհրաժեշտ է մեզ հետ, հիմա»։ Երբ Արմանը հարցրեց, թե ով է հիվանդը, ձայնը պատասխանեց. «Դուք կիմանաք, երբ կհասնեք»։ Արմանը վերցրեց իր բժշկական պայուսակը եւ իջավ ներքև, որտեղ սպասում էր սև մեքենա, մգեցված ապակիներով։ Դրանք քշեցին 30 րոպե դեպի Երևանի արվարձանները, մի շրջան, որտեղ Արմանը երբեք չէր եղել։ Վերջապես նրանք կանգ առին մի մեծ առանձնատան առջև, բարձր պատերով եւ զինված պահապաններով։ Արմանին տարան ներս, ապա ներքև, երկար աստիճաններով մինչև հասան ստորգետնյա բունկեր։ Այնտեղ մի նեղ անկողնում պառկած էր Վազգեն Սարգսյանը։ Նրա դեմքը գունատ էր, ճակատը ծածկված քրտնով, եւ նա դողում էր, չնայած սենյակը տաք էր։ Արմանը անմիջապես հասկացավ, որ սա լուրջ է։ Նա սկսեց զննել Վազգենին եւ հայտնաբերեց, որ նրա արյան ճնշումը վտանգավոր բարձր էր, 190-110։ Նրա սիրտը բաբախում էր անկանոն, եւ նա ցավ էր զգում կրծքավանդակում։ Արմանը ասաց Վազգենին, որ նրան անհրաժեշտ է անմիջապես տեղափոխել հիվանդանոց, բայց Վազգենը մերժեց։ «Ոչ ոք չպետք է իմանա», ասաց նա։ «Եթե մարդիկ իմանան, որ ես հիվանդ եմ, նրանք կմտածեն, որ ես թույլ եմ, մեզ թույլ եմ, եւ եթե նրանք մտածեն, որ ես թույլ եմ, ամեն ինչ, ինչ ես կառուցել է, կքանդվի»։ Արմանը տվեց Վազգենին արագ օգնություն, ներարկեց դեղամիջոցներ, որոնք իջեցրին նրա արյան ճնշումը, եւ խորհուրդ տվեց լրիվ հանգիստ առնվազն 2 շաբաթվա համար։ Բայց Վազգենը միայն ծիծաղեց. «2 շաբաթ? Դոկտոր, ես չունեմ 2 օր։ Ես ունեմ հասունեմ հանդիպում վաղը առավոտյան Ռուսաստանի դեսպանի հետ, հետո բանակի գեներալների հետ, հետո Ռոբերտի հետ։ Եթե ես չհայտնվեմ, նրանք կսկսեն հարցեր տալ»։ Արմանը հասկացավ, որ նա չի կարող համոզել այս մարդուն։ Նա գրեց դեղատոմսեր եւ ասաց Վազգենին, որ եթե ցավը վերադառնա, նա պետք է անմիջապես զանգահարի։ Բայց նախքան Արմանը հեռանալը, Վազգենի անձնական օգնականը Արթուր Պետրոսյանը տարավ նրան մի կողմ եւ ասաց. «Դոկտոր, այնինչ դուք տեսաք այստեղ երբեք չի եղել։ Եթե դուք պատմեք որևէ մեկին, նույնիսկ ձեր կնոջը, դուք կունենաք լուրջ խնդիրներ։ Հասկանում եք»։ Արմանը հասկացավ։ Այդ գիշերից հետո Արմանը կանչվեց դեպի այդ բունկերը եւս 3 անգամ՝ ապրիլի 19, մայիսի 2 եւ մայիսի 15։ Ամեն անգամ Վազգենի վիճակը վատանում էր, ծրա սիրտը թուլանում էր, նրա արյան ճնշումը դառնում էր ավելի անկայուն եւ նա սկսում էր կորցնել քաշը։ Բայց ամեն անգամ, երբ Արմանը խորհուրդ էր տալիս հանգստանալ, Վազգենը մերժում էր։ Նա ասում էր. «Ես չեմ կարող թույլ տալ ինձ թուլանալ։ Չափազանց շատ մարդիկ են սպասում, որ ես սխալվեմ»։ Արմանը հասկացավ, որ Վազգենը չէր պարզապես հիվանդ ֆիզիկապես, նա հիվանդ էր հոգեպես։ Նա տառապում էր պարանոյայից, վախից, որ նրա թշնամիները կօգտագործեն նրա թուլությունը նրա դեմ, եւ այդ վախը սպանում էր նրան ավելի արագ, քան ցանկացած սրտի հիվանդություն։ Մայիսի 15-ին, երբ Արմանը վերջին անգամ տեսավ Վազգենին, նա ասաց նրան մի բան, որը նա երբեք չէր մոռացել. «Վազգեն, եթե դուք չդադարեցնեք այս տեմպերը, դուք կմեռնեք։ Ոչ թե 5 տարի հետո, ոչ թե 10 տարի հետո, դուք կմեռնեք շուտով»։ Վազգենը նայեց նրան երկար, հետո ասաց. «Դոկտոր, մենք բոլորս մեռնում ենք։ Հարցը միայն այն է, թե արդյոք մենք մեռնում ենք որպես հերոսներ, թե որպես վախկոտներ։ Ես ընտրել եմ հերոս մեռնելը»։ Արմանը հեռացավ այդ բունկերից գիտակցելով, որ նա հենց նայեց մի մարդու, ով դատապարտված էր։ Բայց նա չէր կարող պատկերացնել, որ Վազգենի մահը կգար ոչ թե սրտի կաթվածից, այլ ավելի սարսափելի ձևով՝ զինված հարձակումից։ Ազգային ժողովում ընդամենը 17 ամիս հետո։ Արդյոք Վազգենի առողջական խնդիրները ազդեցին նրա որոշումների վրա այդ վճռական ամիսներին։ Արդյոք նրա պարանոյան էր իրական վտանգի արդյունք, թե հիվանդության ախտանիշ։ Եվ ամենակարևորը, արդյոք նրա թշնամիները գիտեին նրա թուլությունների մասին եւ օգտագործեցին դրանք նրա դեմ։ Այս հարցերը մնում են առանց պատասխանի, բայց մենք գիտենք մի բան. Վազգեն Սարգսյանը անցկացրեց իր վերջին տարին պայքարելով ոչ միայն իր քաղաքական թշնամիների դեմ, այլև իր սեփական մարմնի դեմ։ Եվ վերջում երկուսն էլ հաղթեցին նրա նկատմամբ։ Երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ Հայաստանի նախագահ մարտի 30-ին, շատերը կարծեցին, որ Վազգենը կդառնա երկրորդ ամենահզոր մարդը երկրում։
բայց ճշմարտությունը ավելի բարդ էր։ Վազգենը եւ Ռոբերտը եղել էին դաշնակիցներ Լևոնի դեմ պայքարում, բայց հիմա երբ նրանք հաղթել էին, նրանք սկսեցին մրցել միմյանց հետ։ Ռոբերտը ուզում էր լինել իսկական նախագահ, մարդ, ով կայացնում է վերջնական որոշումները։ Վազգենը ուզում էր պահպանել իր ազդեցությունը, հատկապես բանակի եւ անվտանգության ծառայությունների վրա։ Այս երկու տեսլականները անխուսափելիորեն բախվելու էին, եւ երբ դա տեղի ունեցավ, հետևանքները կլինեին աղետալի։ Բայց ապրիլին եւ մայիսին այդ լարվածությունը դեռ թաքնված էր հանրությունից։ Արտաքինից Վազգենը եւ Ռոբերտը թվում էին կատարյալ թիմ, երկու մարդիկ, ովքեր կիսում էին նույն տեսլականը Հայաստանի համար։ Բայց ներսից նրանց հարաբերությունները սկսում էին ճաքել։ Առաջին լուրջ բախումը տեղի ունեցավ մայիսի վերջին, երբ Ռոբերտը որոշեց նշանակել նոր պաշտպանության նախարար, առանց խորհրդակցելու Վազգենի հետ։ Վազգենը, ով այդ պահին զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, զայրացավ։ Նա կարծում էր, որ բանակը նրա տարածքն է, եւ որ Ռոբերտը չունի իրավունք միջամտել առանց նրա թույլտվության, նրանք ունեցան փակ հանդիպում նախագահական նստավայրում, եւ ըստ մի վկայի, ով լսեց նրանց զրույցը դռան միջից, Վազգենը բարձրացրեց ձայնը, մի բան, որը նա երբեք չէր անում հանրային տեղերում։ Նա ասաց Ռոբերտին. «Դու չես կարող վերցնել բանակը ինձնից։ Բանակը հավատարիմ է ինձ, ոչ թե քեզ։ Եթե դու փորձես փոխել դա, դու կստեղծես խնդիրներ, որոնք չես կարող լուծել»։ Ռոբերտը պատասխանեց հանգիստ, բայց հաստատ. «Վազգեն, ես եմ նախագահը։ Բանակը հավատարիմ է Հայաստանին, ոչ թե քեզ։ Եթե դու չես հասկանում դա, ապա մենք ունենք խնդիր»։ Այդ հանդիպումից հետո Վազգենը դարձավ ավելի մեկուսացված։ Նա սկսեց անցկացնել ավելի շատ ժամանակ իր մոտ մարդկանց հետ, գեներալներ եւ սպաներ, ովքեր հավատարիմ էին նրան անձամբ, ոչ թե նախագահին։ Նա սկսեց կազմակերպել գաղտնի հանդիպումներ, որտեղ նրանք քննարկում էին, թե ինչպես պաշտպանել իրենց դիրքերը Ռոբերտի հնարավոր հարձակումներից։ Մի նախկին գեներալ, ով ներկա էր այդ հանդիպումներից մեկին, պատմում է, որ Վազգենը ասաց. «Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի Ռոբերտը կարող է փորձել հեռացնել մեզ, ինչպես մենք հեռացրինք Լևոնին, բայց մենք չենք թույլ տա, որ դա տեղի ունենա»։ Այդ խոսքերը ցույց են տալիս, որ Վազգենը սկսում էր մտածել պաշտպանական ռազմավարությունների մասին, ոչ թե դեմ արտաքին թշնամիների, այլ դեմ իր սեփական դաշնակցի։ Բայց Վազգենը չէր միակ մարդը, ով անհանգստանում էր։ Ռոբերտը նույնպես սկսեց հասկանալ, որ Վազգենը դառնում է չափազանց հզոր։ Նա տեսավ, թե ինչպես գեներալները ավելի շատ էին լսում Վազգենին, քան իրեն։ Նա տեսավ, թե ինչպես անվտանգության ծառայությունը, որը պետք է լիներ հավատարիմ նախագահին, փաստորեն վերահսկվում էր Վազգենի մարդկանց կողմից։ Եվ նա սկսեց վախենալ, որ Վազգենը կարող է անել նրա հետ այն, ինչ նա արեց Լևոնի հետ, հունիսի սկզբին։ Ռոբերտը սկսեց իր սեփական գաղտնի հանդիպումները մարդկանց հետ, ովքեր չէին մաս Վազգենի ցանցի։ Նա սկսեց կառուցել իր սեփական իշխանության բազա, որը կլիներ անկախ Վազգենից։ Այս երկու մարդիկ, ովքեր միասին տապալել էին Լևոնին, հիմա պատրաստվում էին պատերազմի միմյանց դեմ։ Արդյոք այս պատերազմը անխուսափելի էր։ Արդյոք Վազգենը եւ Ռոբերտը կարող էին գտնել ճանապարհ համագործակցելու, թե նրանց էգոները եւ հավակնությունները չափազանց մեծ էին եւ ամենակարևորը, ով կհաղթեր այդ պատերազմում, եթե այն իսկապես տեղի ունենար։ Այս հարցերը պատասխան չստացան, որովհետև պատմությունը միջամտեց ավելի սարսափելի ձևով։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ զինված մարդիկ մտան ազգային ժողովի դահլիճ, նրանք չէին եկել միայն սպանելու Վազգենին։ Նրանք եկել էին ավարտելու այն քաղաքական ճգնաժամը, որը սկսվել էր 1998 8-րդ թվականի փետրվարին, երբ Վազգենը դրեց իր ատրճանակը Լևոնի սեղանի վրա։ Այդ ատրճանակը, որը օգտագործվեց որպես իշխանության գործիք, վերջապես վերադարձավ, այս անգամ որպես մահվան գործիք։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Վազգենի մասին, յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր փախուստի պլան, յուրաքանչյուր թաքնված թունել Երևանի տակ։ Հիմա պատկերացրեք, որ դուք պետք է ընտրեք՝ պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը 1998 8-րդ թվականի հունիսի 22-ին այս մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց հայանի պատմությունը։ Ինչն ստիպեց նրանց դավաճանել իրենց գերագույն ղեկավարին։ Նրանցից մեկը, Գագիկ Մկրտչյանը, ով ծառայել էր որպես Վազգենի անձնական անվտանգության ղեկավար 6 տարի, այսօր առաջին անգամ պատմում է այն, ինչ տեղի ունեցավ այդ խավարամած օրերին։ Գագիկը հիշում է, թե ինչպես հունիսի 21-ին, երբ արևը դեռ չէր մայ Երևանի վրա, Վազգենը հավաքեց իր ամենամոտ 12 մարդկանց մի գաղտնի հանդիպման, ոչ թե պաշտպանության նախարարության շենքում, ոչ թե վարչապետի գրարասենյակում, այլ մի տեղում, որը նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը չգիտեր։ Հին ստորգետնյա բունկերում, որոնք կառուցվել էին դեռ խորհրդային ժամանակներում եւ որոնք հիմա ծառայում էին որպես Վազգենի վերջին ապաստան։
Այդ բունկերները գտնվում էին Երևանի կենտրոնից 10 կիլոմետր հեռավորության վրա, խորը ստորգետնյա համակարգում, որը կապում էր 5 տարբեր շենքեր խորհրդային ժամանակներում։ Դրանք նախատեսված էին որպես ապաստան ատոմային պատերազմի դեպքում, ոչ թե հաջորդ ամիս, շատ շուտով։ Նա արդեն սկսել է հավաքել ապացույցներ մեր դեմ, կեղծ ֆինանսական փաստաթղթեր, կեղծ վկայություններ, կեղծ մեղադրանքներ։ Նա պատրաստվում է մեզ ներկայացնել որպես կոռուպցիոներ, որպես դավաճաններ, որպես մարդիկ, ովքեր օգտագործել են իրենց դիրքերը անձնական հարստացման համար։ Սենյակում տիրեց լռություն։ Գագիկը նայեց շուրջը եւ տեսավ, թե ինչպես մյուսների դեմքերը գունատվում են։ Նրանք բոլորը գիտեին, որ Վազգենը եւ Ռոբերտը ունեին լարվածություններ, բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ իրավիճակը այդքան լուրջ է։ Վազգենը շարունակեց. «Ես ունեմ աղբյուր նախագահական նստավայրում։ Մարդով լսել է Ռոբերտի անձնական զրույցները։ Ռոբերտը ասել է իր ամենամոտ խորհրդականներին, որ նա չի կարող թույլ տալ, որ բանակը մնա հավատարիմ ինձ։ Նա ասել է, որ եթե նա չհեռացնի ինձ հիմա, ապա ես կհեռացնեմ նրան հետագայում»։ Մեկը սեղանի շուրջ։ Գեներալ Մամբել Գրիգորյանը բարձրացրեց ձեռքը։ Վազգեն, եթե դա ճիշտ է, ապա ինչու մենք պարզապես չենք գնում նրա մոտ եւ չենք բանակցում։ Մենք կարող ենք գտնել լուծում, որը աշխատում է երկուսիս համար։ Վազգենը նայեց Մանվելին այնպես, ինչպես ուսուցիչը նայում է միամիտ աշակերտին։ Մանվել, դու չես հասկանում։ Ռոբերտը չի ուզում բանակցել։ Նա ուզում է ամբողջական իշխանություն։ Նա տեսել է, թե ինչպես ես հեռացրի Լևոնին, եւ նա վախենում է, որ ես կանեմ նույնը նրա հետ։ Այդ վախը դարձել է նրան վտանգավոր։ Վախեցած մարդը ամենավտանգավոր մարդն է, որովհետև նա պատրաստ է անել ցանել, ներառյալ սպանել։ Այդ վերջին բառը սպանել կախվեց օդում, ինչպես ծանր ամպ Գագիկը զգաց, թե ինչպես նրա սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ Արդյոք Վազգենը իսկապես հավատում է, որ Ռոբերտը կարող է փորձել վերացնել նրան ֆիզիկապես, թե դա էր պարանոյայի արդյունք, հիվանդ մարդու մտքի խաղ։ Վազգենը բացեց իր սև պայուսակը եւ հանեց մի թանձր թղթապանակ, կարմիր կնիքով։ Այս թղթապանակը պարունակում է ամեն ինչ, ինչ մենք պետք է իմանանք Ռոբերտի պլանների մասին։ Ֆինանսական փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես նա փորձում է կապել մեզ կեղծ կոռուպցիոն սխեմաների հետ, վկաների անուններ, ովքեր պատրաստ են դատարանում վկայել մեր դեմ, եւ ամենակարևորը՝ ժամանակացույց։ Ռոբերտը պլանավորում է գործել հուլիսի սկզբին, երբ ես կլինեմ Մոսկվայում պաշտոնական այցով։ Նա կարծում է, որ եթե նա ձերբակալի ինձ, երբ ես արտերկրում եմ, ապա դուք չեք կարողանա արձագանքել բավականաչափ արագ։ Վազգենը փոխանցեց թղթապանակը Գագիկին։ Ուսումնասիրեք սա։ Ուսումնասիրեք, ուշադնասիրեք, ուշադիր։ Եվ հետո ասեք ինձ, արդյոք ես պարանոիկ եմ, թե ես պարզապես տեսնում եմ ճշմարտությունը, որը մյուսները չեն ուզում տեսնել։ Հաջորդ 3 ժամվա ընթացքում 12 մարդիկ ուսումնասիրեցին այդ թղթապանակը։ Գագիկը հիշում է, թե ինչպես նրա ձեռքերը սկսեցին դողալ, երբ նա կարդաց փաստաթղթերը։ Դրանք ցույց էին տալիս մանրամասն պլան, ինչպես Ռոբերտը պատրաստվում էր մեղադրել Վազգենին եւ նրա թիմին անօրինական զենքի վաճառքի մեջ, կեղծ ռազմական պայմանագրերի մեջ, նույնիսկ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զինվորական ռեսուրսների գողության մեջ։ Եթե այս մեղադրանքները հրապարակվեին, Վազգենը ոչ միայն կկորցներ իր պաշտոնը, նա կանցներ իր կյանքի մնացած մասը բանտում։ Բայց ավելի սարսափելին այն էր, որ փաստաթղթերը ցույց էին տալիս, որ Ռոբերտը արդեն ստացել էր Ռուսաստանի աջակցությունը։ Մոսկվան, որը միշտ եղել էր Վազգենի ամենամեծ միջազգային հովանավորը, հիմա պատրաստ էր թողնել նրան, փոխանակ ավելի կանխատեսելի ռեսելի։ Ռոբերտի Վազգենը կորցնում էր ոչ միայն ներքին պատերազմը, նա կորցնում էր նաև արտաքին աջակցությունը։ Երբ նրանք ավարտեցին կարդալը, Վազգենը հարցրեց. «Այժմ ասեք ինձ, ինչ պետք է անենք»։ Սենյակում տիրեց երկար լռություն։ Վերջապես գեներալ Մանվելը խոսեց. «Վազգեն, եթե այս ամենը ճիշտ է, ապա մենք ունենք միայն երկու ընտրություն։ Կամ մենք հեռանում ենք հանգիստ, հրաժարական ենք տալիս եւ փորձում ենք պահպանել մեր ազատությունը, կամ մենք պայքարում ենք։ Բայց եթե մենք պայքարում ենք, դա նշանակում է քաղաքացիական պատերազմ։ Դա նշանակում է, որ բանակը կբաժանվի, որ մարդիկ կմեռնեն փողոցներում։ Արդյոք դու պատրաստ ես այդ պատասխանատվությանը»։ Վազգենը նայեց Մանվելին, հետո մյուսներին։ Դրա աչքերում Գագիկը տեսավ մի բան, 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 կտեսավ մի բան, աչքերում Գագիկը տեսավ մի բան, աչքերում Գագիկը տեսավ մի բան, աչքերում Գագիկը տեսավ մի բան,
Աչքերում Գագիկը տեսավ մի բան, աչքերում Գագիկը տեսավ մի բան։ Աչքերում Գագիկը տեսավ մի բան, աչքերում Գագիկը տեսավ մի բան։ Աչքերում Գագիկը տեսավ մի բան, աչքերում Գագիկը տեսավ մի բան։ Աչքերում Գագիկը տեսավ մի բան, աչքերում Գագիկը տեսավ մի բան։ Աչքերում Գագիկը տեսավ մի բան, աչքերում Գագիկը տեսավ մի բան։ Աչքերում Գագիկը տեսավ մի բան, աչքերում Գագիկը տեսավ մի բան։ Աչքերում Գագիկը տեսավ մի բան, աչքերում Գագիկը տեսավ մի բան։ Աչքերում Գագիկը տեսավ մի բան, աչքերում Գագիկը տեսավ մի բան։ Աչքերում Գագիկը տեսավ մի բան, աչքերում Գագիկը տեսավ մի բան։ Աչքերում Վազգեն, ես չեմ կարող սա անել։ Ես ծառայել եմ քեզ 6 տարի։ Ես պաշտպանել եմ քո կյանքը անհամար անգամներ, բայց ես չեմ կարող մասնակցել քաղաքացիական պատերազմի։ Ես չեմ կարող կրակել հայ զինվորների վրա։ Ես հեռանում եմ։ Սենյակում տիրեց ցնցող լռություն։ Վազգենը նայեց Գագիկին երկար, եւ Գագիկը տեսավ, թե ինչպես վարչապետի դեմքը դառնում է սառը անհաշտ։ Գագիկ, ասաց Վազգենը, եթե դու հեռանում ես այս սենյակից, դու դավաճան ես, եւ դավաճանների հետ ես վարվում եմ միայն մեկ կերպ։ Գագիկը զգաց, թե ինչպես նրա արյունը սառեց։ Նա գիտեր, թե ինչ նշանակում է այդ սպառնալիքը, բայց նա նաև գիտեր, որ նա չի կարող մնալ։ Նա դարձավ եւ քայլեց դեպի դուռը։ Երբ նա հասավ դռանը, նա լսեց Վազգենի ձայնը իր հետևից. «Գագիկ, դու կզղջես այս որոշման շատ շուտով»։ Գագիկը չդարձավ։ Նա բացեց դուռը եւ հեռացավ այդ բունկերից, գիտակցելով, որ նա հենց դավաճանեց մարդուն, ով վստահել էր նրան ավելի քան ցանկացած ուրիշի։ Արդյոք Գագիկ արեց ճիշտ բանը, թե նա էր վախկոտ, ով լքեց իր ղեկավարին ամենադժվար պահին։ Այս հարցը հետապնդում է նրան նույնիսկ այսօր, 35 տարի անց։ Բայց մի բան անվիճելի է։ Գագիկի հեռանալը եղավ սկիզբը։ Հաջորդ 2 շաբաթվա ընթացքում եւս 5 մարդիկ այդ 12-ից հեռացան Վազգենի թիմից։ Նրանք տեսան, թե ինչ է գալիս, եւ նրանք չէին ուզում մաս լինել դրան։ Վազգենը մնաց միայն 6 հավատարիմ մարդկանց հետ, 6 մարդիկ, ովքեր պատրաստ էին հետևել նրան նույնիսկ դեպի անդունդ։ Բայց 6 մարդիկ բավարար չէին։ Վազգենը կարիք ուներ բանակի, նա կարիք ուներ անվտանգության ծառայության, նա կարիք ուներ ժողովրդի, եւ նա կորցնում էր 3-ն էլ։ Անվտանգության ծառայությունը պահպանում էր գաղտնի դոսիեներ, կարմիր կնիքով եւ միայն ղեկավարության համար մակագրությամբ։ Այդ դոսիեներում գտնվում էին տեղեկություններ Վազգենի իսկական առողջության մասին, փախուստի պլանների մասին հեղափոխության դեպքում եւ ինչ-որ բան շատ ավելի ցնցող՝ իրական հարաբերությունները Վազգենի եւ մոտակա շրջապատի միջև։ Ինչու այդ դոսիեները ոչնչացվեցին հենց հոկտեմբերի 27-ի օրը։ Մենք գիտենք պատասխանը։ Շնորհիվ մի մարդու, ով աշխատում էր արխիվներում եւ ով պահպանել է պատճեններ, ռիսկելով իր կյանքը։ Նարինե Ավագյանը, ով այն ժամանակ ծառայում էր որպես արխիվիստ անվտանգության ծառայությունում, հիշում է, թե ինչպես հուլիսի 12-ին նրան հանկարծ հրամայեցին հավաքել բոլոր դոսիեները, որոնք վերաբերում էին Վազգեն Սարգսյանին։ Երբ նրա ուղակի ղեկավարը տեսավ նրա շփոթությունը, նա ասաց միայն. «Հրամանը գալիս է վերևից։ Մի հարցրու, պարզապես արա»։ Նարինեն հավաքեց 36 դոսիե, յուրաքանչյուրը հաստ, ծանր, լի գաղտնի փաստաթղթերով։ Դրանք պարունակում էին բժշկական զեկույցներ, որոնք ցույց էին տալիս, որ Վազգենը տառապում էր լուրջ սրտի հիվանդությունից դեռ 1996 թվականից։ Դրանք պարունակում էին մանրամասն քարտեզներ ստորգետնյա թունելների, որոնք կապում էին Պաշտպանության նախարարության շենքը, վարչապետի գրասենյակը եւ 3 գաղտնի բունկերներ Երևանի արվարձաններում։ Դրանք պարունակում էին ֆինանսական փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես Վազգենը օգտագործել էր պետական միջոցները իր անձնական անվտանգության համակարգը կառուցելու համար։ Եվ ամենակարևորը, դրանք պարունակում էին ձայնագրություններ Վազգենի անձնական զրույցներ, որոնք ցույց էին տալիս, որ նա պլանավորում էր ոչ միայն պաշտպանվել Ռոբերտից, այլև հարձակվել, եթե անհրաժեշտ լիներ։ Նարինեն տարավ այդ դոսիեները մի հատուկ սենյակ, որտեղ կային մեծ ինսիներատորներ փաստաթղթերը ոչնչացնելու համար։ Բայց նախքան նա սկսեր այրելը, նա արեց մի բան, որը կարող էր արժենալ նրա կյանքը։ Նա գաղտնի պատճենեց ամենակարևոր էջերը։ Նա օգտագործեց փոքր ֆոտոխցիկ, որը թաքցրել էր իր պայուսակում, եւ նա լուսանկարեց 36 էջեր, որոնք ցույց էին տալիս Վազգենի ամենամութ գաղտնիքները։ Հետո նա այրեց բնօրինակները, ինչպես հրամայված էր, բայց պատճենները նա պահեց, թաքցնելով դրանք իր տան ստորգետնյա սենյակում, որտեղ նրանք մնացին 35 տարի, մինչև նա վերջապես համաձայնվեց ցույց տալ դրանք մեզ։ Այդ փաստաթղթերը բացահայտում են մի պատմություն, որը շատ ավելի բարդ է, քան պաշտոնական տարբերակը։ Նրանք ցույց են տալիս, որ Վազգենը չէր պարզապես պարանոիկ ղեկավար, ով վախենում էր իր թշնամիներից։
Նա էր հաշվարկված ռազմավարական մտածող, ով պատրաստվում էր յուրաքանչյուր հնարավոր սցենարի։ Մի փաստաթուղթ, որը թվագրված է հուլիսի 5-ով, ցույց է տալիս, որ Վազգենը հանդիպել էր Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ եւ խնդրել էր ապաստան Մոսկվայում, եթե իրավիճակը Հայաստանում դառնար չափազանց վտանգավոր։ Բայց ռուսները մերժել էին, ասելով, որ նրանք չեն կարող միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Այդ մերժումը եղավ ահավոր հարված Վազգենի համար։ Նա հասկացավ, որ նա մնացել է միայնակ, առանց միջազգայինի վինաջակցության, առանց ռազմական ուժի, որը կարող էր հաղթել Ռոբերտի դեմ, առանց նույնիսկ իր սեփական թիմի լրիվ հավատարմության։ Մեկ այլ փաստաթուղթ, թվագրված հուլիսի 19-ը, ցույց է տալիս ավելի սարսափելի բան։ Վազգենը հանձնարարել էր իր մնացած հավատարիմ մարդկանց պատրաստել վերջնական պլան, որը կկիրառվեր միայն, եթե ամեն ինչ ուրիշ ձախողվեր։ Այդ պլանը ներառում էր զինված հարձակում նախագահական նստավայրի վրա, Ռոբերտ Քոչարյանի ձերբակալումը եւ ռազմական դրության հայտարարումը։ Այլ կերպ ասած, Վազգենը պատրաստվում էր ռազմական հեղաշրջման։ Բայց այդ պլանը երբեք չիրականացվեց։ Ինչու՞։ Որովհետև Վազգենի մնացած հավատարիմ մարդիկ հասկացան, որ նրանք չունեին բավարար ուժ բանակի գեներալների մեծամասնությունը արդեն անցել էր Ռոբերտի կողմը։ Անվտանգության ծառայությունը բաժանված էր, եւ ժողովուրդը, որը մի ժամանակ սիրում էր Վազգենին որպես հերոս, հիմա սկսում էր տեսնել նրան որպես վտանգավոր, անկայուն մարդ։ Հուլիսի 25-ին Վազգենը կատարեց իր վերջին փորձը պահպանել իշխանությունը։ Նա հրավիրեց հանրային հանդիպում Երևանի կենտրոնական հրապարակում, հանդիպում, որտեղ նա պատրաստվում էր բացահայտել Ռոբերտի դավաճանությունը եւ կոչ անել ժողովրդին աջակցել իրեն։ Բայց երբ նա հասավ հրապարակ, նա տեսավ միայն մի քանի 100 մարդ, հիմնականում նրա սեփական աջակիցները։ Հազարավոր մարդիկ, որոնց նա սպասում էր, չեկան։ Վազգենը սկսեց իր ելույթը, բայց նրա ձայնը թույլ էր դողացող։ Նա խոսեց Ղարաբաղի մասին, Հայաստանի անկախության մասին, իր զոհողությունների մասին երկրի համար։ Բայց մարդիկ չէին լսում։ Նրանք սկսեցին հեռանալ, մեկը մյուսի հետևից, մինչև հրապարակը դարձավ գրեթե դատարկ։ Վազգենը կանգնեց այնտեղ, միայնակ, գունատ, դողացող, եւ հասկացավ, որ նա պարտվել է։ Նա կորցրել էր ոչ միայն քաղաքական պատերազմը, նա կորցրել էր ժողովրդի սիրտը։ Արդյոք Վազգենը կարող էր փրկվել, եթե նա ընդուներ իր պարտությունը եւ հեռանար հանգիստ։ Արդյոք Ռոբերտը կթույլ տար նրան ապրել խաղաղ կյանք, եթե նա հրաժարական տար եւ լքեր քաղաքականությունը։ Թե Վազգենի ճակատագիրը արդեն կնքված էր, ոչ թե Ռոբերտի ձեռքով, այլ ավելի մութ ուժերի կողմից, ովքեր ուզում էին վերացնել երկուսին էլ։ Այս հարցերը կմնան առանց պատասխանի, բայց մենք գիտենք մի բան։ Հուլիսի վերջից սկսած Վազգեն Սարգսյանը դարձավ ապրող մեռյալ մարդ։ Մարդ, ով շարունակում էր շնչել, բայց ում պատմությունն արդեն գրված էր։ Երբ հատուկ ծառայությունները մտան Վազգենի գաղտնի բունկերը, հոկտեմբերի 28-ին, մեկ օր հետո սպանությունից ազգային ժողովում, նրանք գտան մի բան, որը չպետք է գոյություն երբեք։ Ձայնագրություններ, վերջին ժամերի անձնական զրույցներ եւ փախուստի պլաններ այնքան գաղտնի, որ նույնիսկ անվտանգության ծառայության բարձրաստիճան սպաները չգիտեին դրանց մասին։ Բայց անմիջապես հոկտեմբերի 28-ից հետո այդ ապացույցները անհետացան առանց հետքի։ Ով վերցրեց դրանք։ Եվ ամենակարևորը, ինչ էին թաքցնում այդ ձայնագրությունները, որ նույնիսկ 35 տարի անց դրանք մնում են գաղտնի։ Նարինե Ավագյանը, ով ռիսկեց իր կյանքը պահպանելով այդ փաստաթղթերի պատճենները, հավատում է, որ նա գիտի պատասխանը։ Նա ասում է, որ այդ ձայնագրություններում Վազգենը խոսում էր ոչ միայն Ռոբերտի մասին, այլև ուրիշների մասին։ Մարդկանց, ովքեր դեռ ապրում են, մարդկանց, ովքեր դեռ ունեն իշխանություն, մարդկանց, ովքեր չեն ուզում, որ ճշմարտությունը երբևէ հրապարակվի։ Բայց մի փաստաթուղթ, որը Նարինեն պահպանել է, տալիս է մեզ ակնարկ այն մասին, թե ինչ կարող էր լինել այդ ձայնագրություններում։ Դա է թղթագրություն, հուլիսի 31-ից, թղթագրություն Վազգենի եւ անհայտ այցելուի միջև։ Այցելուն ներկայացված է միայն որպես ԱՄ ինիցիալներ, որոնք կարող են վերաբերել տասնյակ մարդկանց։ Բայց զրույցի բովանդակությունը ցնցող է։ Այցելուն ասում է Վազգենին. «Դու գիտես, որ դու չես կարող հաղթել Ռոբերտը ունի Մոսկվայի աջակցությունը, նա ունի բանակի մեծամասնությունը, նա ունի ժամանակը, բայց մենք կարող ենք առաջարկել քեզ ելք։ Հեռացիր հիմա, եւ մենք կապահովենք քո անվտանգությունը։ Մնա, եւ մենք չենք կարող երաշխավորել, թե ինչ կպատահի»։ Վազգենը պատասխանում է. «Ո՞վ եմ մենք։ Ո՞վ ես դու, որ ինձ սպառնում ես»։ Այցելուն ասում է. «Ես եմ ընկերը, ով փորձում է փրկել քո կյանքը։ Բայց եթե դու չես լսում, ապա ես դառնում եմ թշնամին, ով կվերջացնի այն»։ Ո՞վ էր այդ ԱՄ։ Արդյոք դա էր ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչը, ով փորձում էր կանխել քաղաքացիական պատերազմը Հայաստանում։
Արդյոք դա էր KGB-ի գործակալը, ով ուզում էր վերահսկել իրավիճակը, թե դա էր ինչ-որ ավելի հզոր, միջազգային խաղացող, ով ուներ իր սեփական շանշահերը Հայաստանում։ Մենք չգիտենք, բայց մենք գիտենք, որ Վազգենը մերժեց այդ առաջարկը, նա ասաց այցելուին. «Ես չեմ փախչում։ Ես կանգնած եմ այստեղ, եւ ես կպայքարեմ մինչև վերջ»։ Այդ վճռականությունը, որը մի ժամանակ եղել էր Վազգենի ամենամեծ ուժը, հիմա դարձավ նրա մահվան դատավճիռը։ Արդյոք Վազգեն Սարգսյանը հերոս էր, ով մեռավ իր համոզմունքների համար, թե նա էր ամբարտավան մարդ, ով չկարողացավ ընդունել իր պարտությունը։ Արդյոք նրա մահը եղավ քաղաքական դավադրության արդյունք, թե պարզապես ողբերգական պատահականություն։ Եվ ամենակարևորը, ինչ գաղտնիքներ մնացին թաղված նրա հետ, գաղտնիքներ, որոնք կարող էին փոխել մեր ողջ պատկերացումը 1998 թվականի դեպքերի մասին։ Այս հարցերը շարունակում են հետապնդել Հայաստանը նույնիսկ այսօր, 35 տարի անց։ Բայց մի բան անվիճելի է։ Այն օրը, երբ Վազգենը դրեց իր ատրճանակը Լևոն Տեր-Պետրոսյանի սեղանի վրա, նա սկսեց շղթայական ռեակցիա, որը վերջապես վերադարձավ եւ ոչնչացրեց ինքը նրան։ Առաջին անգամ 35 տարվա ընթացքում մարդը, ով պատասխանատու էր Վազգեն Սարգսյանի անձնական անվտանգության համար հոկտեմբերի 27-ին, համաձայնվեց խոսել տեսախցիկի առջև։ Ինչն նա մեզ պատմեց վերջին շաբաթների մասին, կտապալի ամեն ինչ։ Ինչ դուք կարծում էիք, որ գիտեք այդ ողբերգության մասին։ Կարեն Պողոսյանը, ով ծառայել էր որպես Վազգենի անմիջական պահապան 8 տարի, հիշում է, թե ինչպես օգոստոսի սկզբին Վազգենի վարքագիծը սկսեց փոխվել այնպես, որ նա երբեք չէր տեսել վարչապետը, ով միշտ եղել էր վճռական, հաստատ, անսասան, հանկարծ դարձավ նյարդային, կասկածամիտ, անընդհատ նայում էր իր ուսի հետևից։ Նա սկսեց պահանջել, որ իր պահապանները ստուգեն յուրաքանչյուր սենյակ նախքան նա մտնելը, նույնիսկ իր սեփական գրասենյակում։ Նա սկսեց փոխել իր երթուղիները ամեն օր, երբեք չգնալով նույն ճանապարհով 2 անգամ։ Եվ ամենասարսափելին, նա սկսեց կրել անձնական զենք իր հետ ամենուր, նույնիսկ ազգային ժողովի նիստերին, որտեղ զենքը խստորեն արգելված էր։ Կարենը հիշում է մի զրույց, որը տեղի ունեցավ օգոստոսի 15-ին, երբ նրանք վերադառնում էին մի հանդիպումից։ Վազգենը նստած էր մեքենայի հետևի նստատեղին, լուռ, նայելով պատուհանից։ Հանկարծ նա դարձավ Կարենի կողմը եւ ասաց. «Կարեն, եթե ինչ-որ բան պատահի ինձ, եթե ինչ-որ մեկը փորձի ինձ վնասել, խոստացիր ինձ, որ դու կպաշտպանես իմ ընտանիքը։ Խոստացիր, որ դու կպատմես ճշմարտությունը այն մասին, թե ինչ իսկապես տեղի ունեցավ»։ Կարենը շոկի մեջ էր։ Նա երբեք չէր լսել Վազգենին խոսելով այսպես, ինչպես մարդ, ով պատրաստվում է իր մահվան։ Նա փորձեց հանգստացնել նրան, ասելով, որ ոչինչ չի պատահի, որ նրանք պաշտպանում են նրան։ Բայց Վազգենը միայն ժպտաց, այն տխուր հոգնած ժպիտը, որը Կարենը երբեք չէր տեսել նրա դեմքին։ «Կարեն», ասաց նա, «դու չես կարող պաշտպանել ինձ այն մարդուց, ով արդեն ներսում է։ Դավաճանը միշտ գալիս է ներսից, ոչ թե դրսից»։ Այդ խուտ խոսքերը հետապնդեցին Կարենին հաջորդ 2 ամիսները։ Ո՞վ էր այդ ներսի դավաճանը, որի մասին Վազգենը խոսում էր։ Արդյոք դա էր ինչ-որ մեկը նրա անմիջական թիմից, ինչ-որ մեկը, ում նա վստահում էր, թե դա էր ավելի լայն, ամբողջ համակարգը, որը դարձել էր նրա դեմ։ Կարենը սկսեց ավելի ուշադիր դիտել շրջապատը։ Նա նկատեց, որ որոշ գեներալներ, ովքեր մի ժամանակ եղել էին Վազգենի ամենամոտ դաշնակիցները, հիմա խուսափում էին նրանից։ Նա նկատեց, որ հանդիպումներում մարդիկ այլևս չէին նայում Վազգենի աչքերին, երբ նրանք խոսում էին նրա հետ։ Նա նկատեց, որ անգամ ազգային ժողովի падգամավորները, ովքեր պետք է լինեին Վազգենի աջակիցները, սկսեցին քվեարկել նրա դեմ կարևոր հարցերում։ Վազգենը դառնում էր մեկուսացված, ոչ թե դանդաղ, այլ արագ, անխուսափելիորեն։ Սեպտեմբերի վերջին Կարենը տեսավ մի բան, որը նրան սարսափեցրեց։ Վազգենը ստացավ անանուն նամակ, որը պարունակում էր միայն մեկ նախադասություն. «Հոկտեմբերի 27-ը կլինի քո վերջին օրը»։ Կարենը անմիջապես տարավ այդ նամակը անվտանգության ծառայություն, պահանջելով հետաքննություն, պահանջելով պաշտպանություն։ Բայց երբ նա վերադարձավ Վազգենի մոտ, վարչապետը միայն ծիծաղեց։ «Կարեն», ասաց նա, «դու կարծում ես, որ անվտանգության ծառայությունը կպաշտպանի ինձ։ Անվտանգության ծառայությունը հենց այնտեղն է, որտեղից գալիս է վտանգը։ Նրանք բոլորն արդեն ընտրել են իրենց կողմը, եւ այդ կողմը ես չեմ»։ Կարենը չէր կարող հավատալ այն, ինչ լսում էր։ Արդյոք Վազգենը իսկապես հավատում էր, որ ողջ համակարգը դարձել է նրա դեմ, թե դա էր պարանոյայի վերջնական փուլը, հիվանդ մարդու մտքի լրիվ փլուզումը։ Բայց 3 շաբաթ անց, երբ զինված մարդիկ մտան ազգային ժողովի դահլիճ, Կարենը հասկացավ, որ Վազգենը ճիշտ էր։ Դավաճանը իսկապես եկել էր ներսից։ Հոկտեմբերի 27-ի առավոտյան Վազգենը արթնացավ ժամը 6-ին։ Կարենը, ով գիշերել էր նրա տանը որպես լրացուցիչ անվտանգության միջոց, հիշում է, թե ինչպես վարչապետը իջավ ներքև եւ նստեց խոհանոցի սեղանի մոտ։
Նա չուտեց նախաճաշ, չխմեց սուրճ։ Նա պարզապես նստեց այնտեղ, նայելով պատուհանից, որտեղ արևը դանդաղ ծագում էր Երևանի վրա, Կարենը հարցրեց նրան. «Արդյոք ամեն ինչ կարգին է»։ Վազգենը դարձավ եւ նայեց նրան երկար, եւ Կարենը տեսավ նրա աչքերում մի բան, որը նրան սառեցրեց։ Ոչ թե վախ, ոչ թե զայրույթ, այլ հանգիստ ընդունում, մարդու, ով գիտի, որ նրա ճանապարհը հասել է իր վերջին կետին։ «Կարեն», ասաց Վազգենը, «այսօր ազգային ժողովում կլինի կարևոր նիստ։ Ես գիտեմ, որ դու ուզում ես գալ ինձ հետ, բայց ես ուզում եմ, որ դու մնաս այստեղ, մնա իմ ընտանիքի հետ։ Պաշտպանին էր նրանց, եթե ինչ-որ բան պատահի»։ Կարենը սկսեց բողոքել, ասելով, որ նրա պարտականությունը պաշտպանել Վազգենին, ոչ թե նրա ընտանիքը։ Բայց Վազգենը բարձրացրեց ձեռքը դադարեցնելով նրան. «Կարեն, սա հրաման է, մնա այստեղ»։ Եվ Կարենը, ով երբեք չէր անհնազանդել հրամանի, այս անգամ ստիպված էր ընդունել։ Ժամը 11-ին Վազգենը հեռացավ դեպի ազգային ժողով։ Կարենը կանգնած էր պատուհանի մոտ եւ դիտում էր, թե ինչպես սև մեքենան հեռանում է փողոցով։ Նա երբեք այլևս չտեսավ Վազգեն Սարգսյանին կենդանի։ Ժամը 3-ին ցերեկվա նա լսեց լուրերը հեռուստացույցով, զինված հարձակում ազգային ժողովում, 8 մարդ սպանված, այդ թվում վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ խոսնակ Կարեն Դեմիրճյանը։ Կարենը զգաց, թե ինչպես նրա աշխարհը փլուզվում է։ Նա հասկացավ, որ Վազգենը գիտեր։ Նա գիտեր, որ այդ օրը կլիներ նրա վերջինը, եւ նա ուղարկել էր Կարենին հեռու, ոչ թե որովհետեւ նա չէր վստահում նրան, այլ որովհետեւ նա ուզում էր փրկել նրա կյանքը։ Վազգեն Սարգսյանը, մարդը, ով օգտագործել էր վախը որպես իշխանության գործիք, վերջում ցույց տվեց մի բան, որը շատերը չէին սպասում նրանից՝ զոհողություն։ Բայց ով էր իսկապես պատասխանատու այդ սպանության համար։ Պաշտոնական տարբերակը ասում է, որ դա էր խումբ զինված մարդկանց, ովքեր գործեցին միայնակ, առանց արտաքին աջակցության։ Բայց Կարենը, ինչպես նաև շատ ուրիշներ, ովքեր ծառայել էին Վազգենի հետ, չեն հավատում այդ տարբերակին։ Նրանք հավատում են, որ այդ հարձակումը պլանավորված էր ավելի բարձր մակարդակներում։ Մակարդակներ, որոնք ուներին ռեսուրսները, մոտիվացիան եւ իշխանությունը կազմակերպելու այդպիսի բարդ օպերացիա։ Նրանք հավատում են, որ Վազգենի մահը չէր պարզապես քաղաքական սպանություն։ Դա էր հաղորդագրություն բոլոր նրանց, ովքեր կարող էին մտածել մարտահրավեր նետել համակարգին։ Հաղորդագրությունը պարզ էր, ոչ ոք անդառնալի չէ, նույնիսկ ամենահզորը։ Երբ Վազգեն Սարգսյանի ճանապարհը հատվեց հոկտեմբերի 27-ին, Հայաստանը մտավ նոր դարաշրջան, որը շատերը կոչեցին անորոշության տարիներ։ Ռոբերտ Քոչարյանը, ով մնաց որպես նախագահ, ամրապնդեց իր իշխանությունը, բայց նա երբեք չկարողացավ ազատվել Վազգենից թվերից։ Մարդիկ, ովքեր սիրել էին Վազգենին, տեսնում էին նրան որպես հերոս, ով զոհվեց երկրի համար։ Մարդիկ, ովքեր ատում էին նրան, տեսնում էին նրան որպես բռնապետ, ով ստացավ այն, ինչ արժանի էր։ Բայց երկու կողմերն էլ համաձայն էին մեկ բանի. Վազգենի մահը փոխեց Հայաստանը անդառնալիորեն։ Երկիրը, որը նա փորձել էր կառուցել իր տեսլականով, ուժեղ, անկախ, պատրաստ պաշտպանել իր հողերը ցանկացած գնով, դարձավ երկիր, որը բաժանված էր, թուլացած, անընդհատ փնտրում էր իր ինքնությունը։ Վազգենի ընտանիքը, որը նա այդքան ուզում էր պաշտպանել, դժվարությամբ վերապրեց հաջորդ տարիները։ Նրա կինը Համլետը հեռացավ հանրային կյանքից եւ երբեք այլևս չխոսեց մամուլի հետ։ Նրա երեխաները մեծացան առանց հոր, կրելով ծանր բեռը լինել Վազգենի զավակները երկրում, որտեղ նրանց հորանունը դարձել էր եւ օրհնություն, եւ անեծք։ Կարեն Պողոսյանը, ով խոստացել էր պաշտպանել նրանց, փորձեց կատարել իր խոստումը։ Նա մնաց նրանց մոտ տարիներ շարունակ, անտեսելով սպառնալիքները, անտեսելով ճնշումները, մինչև վերջապես, երբ երեխաները մեծացան եւ այլևս կարիք չունեին նրա պաշտպանությանը, նա հեռացավ եւ փորձեց կառուցել նոր կյանք։ Բայց նա երբեք չկարողացավ մոռանալ այն վերջին առավոտը, երբ Վազգենը նայեց նրան այդ տխուր, հանգիստ աչքերով եւ ասաց. «Պաշտպանիր նրանց»։ Գեներալները եւ սպաները, ովքեր ծառայել էին Վազգենի հետ, ունեցան տարբեր ճակատագրեր։ Ոմանք շարունակեցին իրենց կարիերան նոր ռեժիմի ներքո, հարմարվելով, մոռանալով իրենց հին հավատարմությունները։ Ուրիշները հեռացան քաղաքականությունից, հիասթափված, հոգնած, կոտրված։ Եվ մի քանիսը, ինչպես Գագիկ Մկրտչյանը, ով դավաճանեց Վազգենին այդ վճռական հանդիպման ժամանակին, ապրեցին իրենց մնացած կյանքը մեղքի զգացումով։ Գագիկը, ով այսօր ապրում է փոքր գյուղում հեռու Երևանից, ասում է. «Ամեն գիշեր ես տեսնում եմ նրա դեմքը։ Այն պահը, երբ ես կանգնեցի եւ ասացի, որ հեռանում եմ, ես տեսնում եմ նրա աչքերը, ոչ թե զայրույթ, այլ հիասթափություն։ Նա վստահել էր ինձ, եւ ես նրան դավաճանեցի։ Արդյոք ես արեցի ճիշտ բանը հեռանալով եւ խուսափելով քաղաքացիական պատերազմից, թե ես պարզապես վախկոտ էի։
Ես երբեք չեմ իմանա պատասխանը։ Ռոբերտ Քոչարյանը շարունակեց իր նախագահությունը մինչև 2008 թվականը, բայց նրա հարաբերությունները Վազգենի հետ մնացին պատմության ամենամեծ առեղծվածներից մեկը։ Արդյոք նա իսկապես պլանավորում էր հեռացնել Վազգենին, ինչպես Վազգենը հավատում էր։ Արդյոք նա ուներ որևէ դեր հոկտեմբերի 27-ի դեպքերում, թե նա ինքը էր զո, մարդ, ով կորցրեց իր ամենամոտ դաշնակիցը եւ ստիպված էր ապրել մեղադրանքների ստվերում։ Ռոբերտը երբեք չխոսեց հրապարակավ այդ հարցերի մասին։ Նա շարունակեց իր աշխատանքը որպես նախագահ, անտեսելով կասկածները, անտեսելով մեղադրանքները, մինչև վերջապես, երբ նրա ժամանակը եկավ հեռանալու, նա փոխանցեց իշխանությունը եւ անհետացավ քաղաքական ասպարեզից։ Բայց նույնիսկ այսօր, երբ նրա անունը հիշվում է, մարդիկ անխուսափելիորեն հարցնում են. Ինչ տեղի ունեցավ Վազգենի եւ նրա միջև։ Ինչ էր ճշմարտությունը։ Նարինե Ավագյանը, ով ռիսկեց իր կյանքը պահպանելով այդ գաղտնի փաստաթղթերը, վերջապես որոշեց հրապարակել դրանք 35 տարի անց։ Երբ մենք հարցրինք նրան, թե ինչու նա սպասեց այդքան երկար, նա պատասխանեց. որովհետև ես վախենում էի։ Ես վախենում էի այն միայն մարդկանցից, ովքեր դեռ ապրում են, ովքեր դեռ ունեն իշխանություն, ովքեր չեն ուզում, որ ճշմարտությունը հրապարակվի։ Բայց հիմա ես ծեր եմ, եւ ես այլևս չունեմ ինչ կորցնելու։ Եվ ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը արժանի է իմանալու ճշմարտությունը, նույնիսկ եթե այդ ճշմարտությունը ցավոտ է։ Այդ փաստաթղթերը, որոնք մենք ուսումնասիրեցինք այս ֆիլմի համար, ցույց են տալիս պատմություն, որը շատ ավելի բարդ է, քան պաշտոնական տարբերակը։ Նրանք ցույց են տալիս մարդկանց, ովքեր կատարեցին դժվար ընտրություններ անորոշ ժամանակներում։ Նրանք ցույց են տալիս դավաճանություններ, զոհողություններ եւ վախեր, որոնք շարժեցին պատմությունը։ Բայց ամենակարևոր հարցը մնում է անպատասխան. ով էր իսկապես պատասխանատու Վազգեն Սարգսյանի մահվան համար։ Արդյոք դա էր Ռոբերտ Քոչարյանը, ով ուզում էր ազատվել իր ամենամեծ մրցակցից։ Արդյոք դա էին ռուսական հատուկ ծառայությունները, ովքեր ուզում էին վերահսկել Հայաստանը։ Արդյոք դա էին ներքին թշնամիները, մարդիկ, ում Վազգենը վիրավորել էր իր ճանապարհին դեպի իշխանություն։ Թե դա էր պարզապես ողբերգական պատահականություն, սխալ տեղում, սխալ ժամանակում։ Մենք չգիտենք, եւ ճշմարտությունը հնարավոր է, որ մենք երբեք չիմանանք։ Բայց մենք գիտենք մի բան. այն օրը, երբ Վազգեն Սարգսյանը դրեց իր ատրճանակը Լևոն Տեր-Պետրոսյանի սեղանի վրա եւ ասաց. «Ստորագրիր, թե չէ»։ Նա սկսեց շղթայական ռեակցիա, որը վերջապես վերադարձավ եւ ոչնչացրեց ինքը նրան։ Զենքը, որը օգտագործվեց որպես իշխանության գործիք, վերջապես դարձավ մահվան գործիք։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ Վազգեն Սարգսյանը դեռ հիշվում է։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի չկորցնեք ճշմարտությունը պատմության կորքերի մասին։